Հովհաննես Առաքյալի ընդհանրական երկրորդ թուղթը 1. Ուղերձ և ողջույն։ Երեցիցս ընտրյալ տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտությամբ, և ոչ թե միայն ես, այլ նաև բոլոր նրանք, որոնք գիտակ են ճշմարտությանը, որովհետև այն ճշմարտությունը, որ հաստատված է մեր մեջ, ձեզ հետ էլ է, և դուք հավիտենապես մեզ հետ եք, Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից, Հոր Որդուց, շնորհ, ողորմություն, խաղաղություն ձեզ, ճշմարտությամբ և սիրով։ Ճշմարտություն և սեր։ Չափազանց ուրախ եղա, որ գտա քո որդիներից ոմանց, որոնք ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որ նստացանք Հորից։ Եվ այժմ աղաչում եմ քեզ, ով տիկին, որ սիրեք միմյանց, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք, և այս է սերը, որ ընթանանք ըստ նրա պատվիրանների, և այս է պատվիրանը, որ ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։ Բազում մոլորեցնողներ են Երևան եկել աշխարհում, ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին, մարմնով եկած, նա մոլորեցնող է և նեռ։ Զգույշ եղեք ինքներդ ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք ինչ որ վաստակեցինք, այլ ստանաք բովանդակ վարձը։ Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և Որդուն, և Հորը։ Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի ընդունեք և նրան մի ողջունեք։ Ով այդպիսի մեկին ասի ողջույն, մասնակիցը կլինի նրա չար գործերին։ Վերջաբան, շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով և թռնաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալ ձեզ մոտ և դեմ առ դեմ խոսել, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։ Քեզ ողջունում եմ քո ընտրյալ քրոջ որդիները, շնորհ ընդ ձեզ։